Ինչ վերաբերում է նախագծին, կանխավ ասեմ, որ ինձ չբավարարեց գործընկերներիս հարցերի պատասխանը եւ ես անձամբ դեմ եմ քվեարկելու այս նախագծին։ Եվ պարոն Իսկանդարյան, խոսքս ձեզ եմ ուղղում, նախագիծը ներկայացնելուց մի քանի րոպե առաջ բոլոր մահացու մեղքերը վերագրեցիք իշխանությանը։ Դուք ճիշտ եք ասում։ Իրոք դուք հավատում եք ձեր ասած բաներին։ Գիտեք, նման ելույթ եթե ունենար մի պատանի, որը ապրել է վերջին 10-12 տարվա ընթացքում, կհավատայի, կասեի շատ բաներից տեղյակ չի, բայց դուք մի մտածեք, որ մեր ազգը ամնեզիայի մեջ է, կամ հիշողության կորուստ ունի։ Ամեն բան շատ լավ գիտի ժողովուրդը, շատ լավ հիշում է եւ հիշվելու է երկար։ Էնպես որ նման հայտարարություններ անելը պարզապես իլուր ամբողջ ժողովրդի զգուշ եղեք, ժողովուրդը ամեն բան շատ լավ գիտի եւ հիշում է։ Պարոն Սարգսյան, կարծեմ դուք ժողովրդավարությունից եք խոսում, որտեղ է ձեր ժողովրդավարությունը, մեր ժողովրդավարությունը այստեղ է եւ շատ ականատես է այն, որովհետեւ եթե 10 տարի առաջ դուք այսպես ելույթներ ունենայիք, այնպես ինչպես անդիմադիրները այսօր ելույթներ են ունենում, հաջորդ նիստին շատ կասկածում եմ, որ բոլորը ներկա կլինեին։ Թե ֆիզիկապես, թե ընդհանրապես, որպես ավականու անդամ։ Ինչ վերաբերում է երկրի վիճակին։ Դուք այսպիսի Հայաստան երբևէ տեսած կաք, բոլոր մի րոպե արևմտյան երկրները բոլորը այսօր Հայաստանի հետ ուղղակի կնքում են քաղաքական, ռազմավարական, տնտեսական տարբեր պայմանագրեր եւ ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը այսօր խոսում է Հայաստանի ժողովրդավարության մասին։ Ինչի մասին եք դուք խոսում։ Դուք հիշեք սրանից մի 10 տարի առաջ։ Տիկին Բլեջանց Եկեղեցու մասին հակում եմ, ես նյութ խոսել եմ, նայեք ժողովուրդ եկեղեցու մասին եք։ Տիկին Բլեջանց, եկեք տեսեք, որպեսզի չստացվի, որ Տիկին Բլեջանց ժամանակի հարցը չի, ըստ մեր կանոնակարգի մենք կարող ենք խոսել միմիայն այն նախագծերի մասին, որոնց մասին խնդրեմ նախագծի մասին։ Լավ, վերջին նախադասությունս ասեմ եկեղեցու մասին, խոսելուց առաջ ամեն մեկդ մի հատ ձեր մեջ հարց տվեք, արդյոք դուք գիտեք ինչ բան է եկեղեցին եւ ինչ բան է քրիստոնյա լինելը։ Շնորհակալ եմ։